Հարգելի դիտորդ, քանի որ ես խոսում եմ կամ սկսել եմ, այսպես ասեմ, խոսել մոլորակների եւ շաբաթվա օրերի մասին, այսօր երեքշաբթի է եւ մեր մոլորակը, մեր գլխավոր հովանավորը այսօր Մարսն է։ Ուրեմն, տեսեք, Մարսը միֆոլոգիայում, Մարս Ռոմում հենց Մարսա կոչվում, իսկ Հունաստանում Արեսա կոչվում։ Եթե Արեսը մարմնավորում էր կույր կատաղություն ու պատերազմի սարսափը, ապա ռոմեական Մարսն ավելի հարգված է։ Նա համարվում է ռոմեացիների նախահայրը, գյուղատնտեսության եւ ռազմական կարգապահության պաշտպանը։ Սկանդինավյան միֆոլոգիայում ծյուր Ուրեմն նա պատվի, արդարադատության եւ կռվի աստված էր։ Նա զոհաբերեց իր ձեռքը Ֆենրիր գայլին կաշկանդելու համար, հանուն ընդհանուր անվտանգության։ Մանգալա, սա Հնդկաստանի միֆոլոգիայում։ Ուրեմն վեդայական աստղագուշակության մեջ Մարսը կոչվում է Մանգալա, կրակոտ աստվածություն, որը ծնվել է Շիվայի քրտինքի կաթիլներից եւ խորհրդանշում է ուժ եւ կամք։ Արխետիպը ռազմիկ եւ նախաձեռնող։ Կարլ Յունգի արխետիպերի համակարգում Մարսը ներկայացնում է ռազմիկի կերպարը։ Հիմնական բնութագիրը ուժ, էներգիա, խիզախություն, սահմաններ գծելու եւ պաշտպանելու կարողություն։ Լույսի կողմը պաշտպան, որն իր ուժն օգտագործում է հանուն արդարության, թույլերին օգնելու եւ խոչընդոտները հաղթահարելու համար։ Ստվերային կողմը ագրեսիա, բռնություն, դաժանություն, կույր կատաղություն, իմպուլսիվություն, երբ էներգիան դուրս է գալիս վերահսկողությունից։ Ակուլտ եւ աստղաբանական գիտելիքներում ուրեմն Մարսի մետաղը համարվում է երկաթը, այն ամուր է, կոփվում է կրակով եւ օգտագործվում է զենք ու գործիքներ պատրաստելու համար։ Գույնը կարմիր, արյան, կրակի, կրքի եւ ակտիվության գույն։ Կաբալայում կենաց ծառի վրա Մարսը համապատասխանում է 5-րդ սֆերային Գեբուրային, որը թարգմանվում է որպես ուժ կամ դատաստան։ Այն խորհրդանշում է սահմանափակումը, ավելորդ հատումը եւ կարգապահությունը։ Մարսի տարրը կրակն է, իր դինամիկ, կործանարար եւ միևնույն ժամանակ մաքրագործող դրսևորմամբ։ Տարոք հարտերում աշտարակ, հնի կործանումը կամ կառք, հաղթանակ կամքի ուժով եւ առաջխաղացումով։ Ինչպես է օգտագործվում երեքշաբթի օրվա էներգիան։ Ակուլտ պրակտիկաներում երեքշաբթին համարվում է լավագույն օրը այնպիսի գործողությունների համար, որոնք պահանջում են ակտիվություն եւ կամքի ուժ։ Մրցակցություն եւ հաղթանակ թշնամիների նկատմամբ, կապանքներից եւ ավելորդ կապերից ազատում, էներգետիկ հատում, խիզախության եւ ֆիզիկական ուժի ակտիվացում, պաշտպանական եւ թալիսմանների պատրաստում հատկապես մետաղից, երկաթից։ Կլիպոտիկ կաբալիստիկ ծառի վրա Գեբուրան Մարսի էներգիան կենդանակերպի համակարգում արտադրվում է հզոր ուժով, սահմանների գծմամբ եւ կամքով։ Կաբալիստիկայում կենաց ծառի 5-րդ տան Սեֆիրան Գեբուրան թարգմանաբար նշանակում է արիություն, ուժ կամ դատաստան, անմիջական կապված է Մարս մոլորակի հետ։ Կենդանակերպի ուրեմն նշանների վրա այս էներգիան ազդում է իր երկու հիմնական տիրույթում՝ խոյի եւ կարիճի, խոյ կրակ, կարիճ ջուր միջոցով, ինչպես նաեւ որոշակի դիրքերում ստացվում է յուրահատուկ դրսևորում։ Իդեպ ասեմ, որ այստեղ պետք է առնել նաեւ հաշվի առնել նաեւ ասինդենտը, այնպես չի որ խոյին կարող է հովանավորել Մարսը, իսկ մնացած կենդանակերպի նշաններին ոչ, ասեմ ավելին, Մարսը հիմնատալ կարտում գտնվում է շատ բարձր հորիզոնականում եւ քանի որ իմ ասինդենտը գտնվում է կարիճում եռակի անգամ եւ իմ ամբողջ նատալ կարտը թագավորում է հենց կենդանակերպի կարիճ նշանը, այստեղից դուրս է գալի, որ Մարսը իմ հովանավորն է։ Եվ խոյը, ուրեմն Մարսի գիշերային արտաքին տունն է։ Այստեղ Գեբուրան դրսևորվում է որպես մաքուր նախնական ակտիվություն, նախաձեռնություն եւ կամք։ Խոյի մեջ Գեբուրան տալիս է առաջամարտիկի ուժ։ Սա այն էներգիան է, որը ստիպում է մարդուն ճեղքել պատերը եւ սկսել նոր գործեր։ Ռազմատենչություն, ինչպես Գեբուրան է ջնջում այդ ամենը, ինչն այլևս պետք չէ տիեզերական հավասարակշռության համար, այնպես էլ խոյը պատրաստ է կտրուկ կերպով ազատվել հնից եւ պայքարել իր տեղի համար։ Կարիճ
Գեբուրայի ներքին միստիկ դրսևորումը կարիճը Մարսի ցերեկային ներքին տունն է, ավանդական աստղագուշակության մեջ, այստեղ Գեբուրայի էներգիան ուղղվում է դեպի ներս և վերափոխվում է։ Ռազմավարություն և տրանսֆորմացիա, սա ոչ թե բացահայտ կռիվ է, այլ ներքին վերակառուցում, ալքիմիական մահ և վերածնունդ։ Գեբուրայի դատաստանի և կրճատման սկզբունքը կարիճի մոտ դառնում է հոգեբանական էներգետիկ մաքրագործում։ Իշխանություն և դիմացկունություն, ներքին անդրդվելի կամք, որը թույլ է տալիս անցնել ցանկացած ճգնաժամի միջով։ Այդ եղջյուր Գեբուրայի բարձրագույն կառուցվածքը, աստղաբանության մեջ Մարսը էկզալտացիայի բարձրացման մեջ է գտնվում այդ եղջյուրի նշանում։ Սա Գեբուրայի ամենակարգապահ և ամենաարդյունավետ դրսևորումն է։ Ռազմավարական կարգապահություն, Մարսի կույր կրակը այստեղ ստանում է Սատուրնի այդ եղջյուրի կառավարչի կառուցվածքը, ուժը դառնում է կառավարելի, նպատակասլաց և հասնում է բարձր արդյունքների երկարատև աշխատանքի շնորհիվ։ Օրենք և պատասխանատվություն, Գեբուրայի դատաստան ասպեկտը միախառնվում է այդ եղջյուրի արդարության Սատուրնի օրենքների հետ։ Ուրեմն խոյում տալիս է բացահայտ ուժ, գիրք ոգեշնչում է և առաջնորդում է։ Ռիսկերը, բռնկվողականություն, ագրեսիա և ինքնահավանություն։ Ջրի նշանների մոտ ներքին պաշտպանություն, ինտուիտիվ կամք, հոգեբանական տոկունություն, էմոցիոնալ մանիպուլյացիա, հնացած վիրավորանքի պահում։ Սա ջրի տարեշկների մոտ։ Օդի նշանների մոտ մտքի սրություն, բանավեճերում, հաղթելու ուժ, գաղափարների պաշտպանություն, մտավոր դաժանություն, մինուսում, սարկազմ և քննադատություն։ Ես կարծես հիմա օդի նշաններով խոսում եմ հենց իմ մասին։ Okay. Հողի նշաններ, ցուլ կույս այդ եղջյուր, նյութական կայունության ստեղծում, աշխատասիրություն, ֆիզիկական տոկունություն, չարախնդություն, կոշտություն, փոփոխությունների հանդեպ վախ, սա մինուսով։ Կենդանակերպի հավասարակշռումը Գեբորա և Խեսեդ աստիճանում։ Կաբալայում Գեբուրան երբեք չի դիտարկվում առանձին, նրա դիմաց գտնվում է 4-րդ սեֆիրան Խեսեդը, ողորմածություն, ընդարձակում, որը կառավարում է Յուպիտերը։ Ուրեմն այստեղ Կլիպոտում իմաստության ծառի հակառակ կողմը, Գեբուրայի ստվերային, դիվային և ապականված կողմը կոչվում է Գոլոհաբ։ Կաբալիստիկական փիլիսոփայության մեջ Կլիպոտը եբրայերեն կեղևներ կամ կլեպներ է կոչվում, ներկայացնում է տիեզերքի մութ, անհավասարակշիռ ուժերը, քաոսային էներգիան։ Եթե սեֆիրաները աստվածային լույսի մաքրության դրսևորումն են, ապա կլիպոտները առաջանում են այն ժամանակ, երբ այդ էներգիան դուրս է գալիս հավասարակշռությունից, չափից ավելի է մեծանում և կտրվում է աստվածային աղբյուրից, ողորմածությունից, համբերությունից և նվիրվածությունից։ Գոլահաբ, հրկիզող կամ այրող մարմիններ։ Գեբուրայի կլիպոտիկ բնույթը կատաղի անդադար այրվող կրակն է, որը ոչ թե տաքացնում կամ կոփում է, այլ միայն ոչնչացնում և մոխրացնում է։ Եթե Գեբուրան արդարությունն ու սահմանն է, ապա Գոլոհաբը վերածվում է բռնապետության, դաժանության, սադիզմի և անխիղճ դատաստանի։ Սա այն ուժն է, որը ցանկանում է տիրել, ճնշել, ոչնչացնել ցանկացած թուլություն։ Դիվային տիրակալը այս կլիպոտի ղեկավարում է Ասմոդեուսը, երևի իմ սեղանին տեսած կլինեք։ Մարդու մեջ սա այն վիճակն է, երբ բարկությունը, նախանձը և կուր ագրեսիան ամբողջությամբ կլանում է բավականությունը և դա դառնում է անկառավարելի ատելություն և ուրիշներին ֆիզիկապես կամ հոգեբանորեն կոտրելու, վնասելու ցանկություն։ Կլիպոտը կենդանակերպի ստվերում, խոյ և կարիճ, երբ Մարսի էներգիան անցնում է Գոլոհաբի մոտ ֆիլտրով, կենդանակերպի այս նշանները, որոնք կապված են Մարսի հետ, ընկնում են իրենց ցածրագույն աստղային ստվերների մեջ։ Խոյի մութ կողմը, ամիջական ոչնչացում։ Գոլոհաբի ազդեցության տակ խոյի
խիզախությունն ու առաջնորդությունը վերածվում է կույր, անգիտակից, անտրամաբանական ագրեսիայի։ Մարդը դառնում է բռնկվող, կռվարար եւ պատրաստ է ոչնչացնել այն ամենը, ինչ կանգնած է իր ճանապարհին հատուկ իր էգոյի համար։ Սա կույր ռազմիկի ստվերն է, որը կռվում է հանուն հենց կռվի, առանց գաղափարի կամ առանց նպատակի, ուղղակի։ Կարիճի մութ կողմը թունավոր սադիզմ։ Ջրային Մարսի, ուրեմն կարիճի դեպքում գոլահաբը գործում է ավելի թաքնված, բայց շատ ավելի վտանգավոր։ Ես հիմա խոսում եմ իմ մասին։ Այն դրսևորվում է որպես էմոցիոնալ տերոր, դաժան մանիպուլյացիա, վրեժխնդրություն եւ սադիզմ։ Մարդն օգտագործում է իր հոգեբանական տաղանդը ուրիշների ամենաթույլ տեղերին հարվածելու, նրանց կախվածության մեջ գցելու եւ ներքուս թունավորելու համար։ Խոսքը լրիվ իմ մասին է։ Այդ եղջյուրի մութ կողմը սառը տիրակալություն։ Քանի որ խոսեցինք այդ եղջյուրի մասին, Գոլահաբի եւ Սատուրնի ստվերի միախառնումը ծնում է անսիրտ բռնապետի էներգիա։ Սա այն իշխանությունն է, որը հաստատվում է տերորի, կոշտ օրենքների եւ մարդկային ֆակտորի բացակայության միջոցով, օրինակ տոտալիտար ռեժիմներ։ Ինչպես է աշխատում կլիպոտի հաղթահարումը։ Միստիկ պրակտիկաներում կլիպոտը չեն ատում կամ ջնջում, այն տրանսֆորմացվում են, դարձի են բերում։ Գոլահաբի կործանարար կրակը պետք է սանձվի եւ վերածվի ստվերագործական էներգիայի, դա այրվում է։ Կարգապահության միջոցով Մարսի էներգիան ուղղելով սպորտի, աշխատանքին կամ բարդ նպատակների իրագործումը, դարձյալ սա իմ մասին է։ Ես այդ ամեն ինչը լողի միջոցով եւ սպորտի միջոցով եմ հաղթահարում։ Խեսետի գթասրտության ակտիվացմամբ, որպիսի սիրտն ու կարեկցանքը թույլ չտան, որ ուժը վերածվի դաժանության։ Եթե դա չի խանգարում եւ չի անցնում իմ սահմանները ու չի այսպես ինձ օգտագործում, այո, կարող եմ գթառատ լինել, բայց եթե զգացի, որ անցնում է իմ սահմանը եւ ես օգտագործում, այսինքն իմ բարի լինելը օգտագործվում է, իմ մոտ դուրս է գալի կլիպոտի գոլահաբը, որը ես ստիպված սպորտի կամ ինքս ինձ այսպես կարգավորելու կամ ին վրա կոնտրոլ անելու միջոցով կարողանում եմ հաղթահարել։ Իհարկե դա միշտ չի ստացվում։ Երբեմն այո, ես այդ էներգիան օգտագործում եմ արդարությունը վերականգնելու համար։ Երեքշաբթի օրը Մարսի եւ Գեբուրայի հովանավորության ներքո միստիկ եւ օկուլտ պրակտիկաներում կատարվում են ակտիվ պաշտպանական եւ կտրուկ ծեսեր։ Սա նուրբ կամ սիրային մանիպուլյացիաների օր չէ։ Մարսյան ծեսերը պահանջում են հաստատակամություն, ուժ եւ հստակ կամք։ Այդ օրը շատ լավ է ստեղծվում էներգետիկ վահան, երկաթե թալիսմանների օրհնություն, կապերի հատման եւ մաքրման ծեսեր, խոչընդոտների ոչնչացում, կապերի կտրում, Մարսի միստիկ քառակուսու եւ կնիկների պատրաստում, մոգական քառակուսու մասին է խոսքը։ Ծիսական համապատասխանություն, ինչպիսի ծեսեր են հնարավոր կամ կարելի անել։ Նախ զոհասեղանը պատրաստում է խնկարկությամբ, բույսեր, այնտեղ գայլու, գեղինչ, կակտուսներ եւ բոլոր փշոտ բույսերը համապատասխանում են այդ օրվա ծիսակարգերին։ Քարերից օրինակ ռուբին, կարմիր հակիտ, նռնակար, կարմիր հասպիս եւ արյունակար հեմատիտ։ Ուրեմն կլիպոտիկ ծեսերը օկուլտ ամենավտանգավոր եւ մութ տիրույթում են գտնվում։ Սա ձախ ձեռքի ուղին է եւ Գեբուրայի մութ կողմը, Գոլահաբի եւ դրա տիրակալ Ասմոդեուսի էներգիաների այդ քաոսային էներգիաների տիրույթն է։ Ուրեմն Գոլահաբի դարպասների բացում այդ օրը ծիսական միջավայրը խորանը ծածկվում է սև եւ մուգ կարմիր գործվածքներով, արվում է խնկարկություն եւ արյուն։ Իհարկե ես կատեգորիկ դեմ եմ, որ բոլոր գրեմուարներում մոգը տալիս է իր արյունը, բայց ես օրինակի համար տվել եմ Ասմոդեոսին, Լիլիթին, Սամուելին ու Սամուելին իմ պատճառները ունեի տալու, իսկ դրանից հետո ես արյունը փոխանակել եմ, իմ արյունը չեմ սիրում ոչ մի ուժի տալ, տալիս եմ
Ալտերնատիվ տարբերակ, ընտրում եմ ալտերնատիվ տարբերակ եւ տալիս եմ արյան փոխարեն այդ էներգիան։ Երբեմն մոգերը իրենց թքով են փոխարինում արյունը կամ իրենց քրտինքով են փոխարինում, էլի բան կա, բայց այդ մասին նույն չեմ հանրայնացնի։ Սա էներգետիկ հարձակում, կրակի ուժ, կաչվում է գոլահաբի հրկիզողներին, թշնամու կյանքը, առողջությունը, հաջողությունը կամ հոգեկան անդորը մոխրացնելու համար, ստվերային կամքի եւ կրքի արթնացում, էգոյի ուժեղացում, գլիպոտիկ ծեսերի սարսափելի ռիսկերը այստեղ կարող են լինել, եթե մոգը պատրաստված չէ կամ ֆիզիկապես այդքան ամուր չէ եւ ոչ միայն ֆիզիկապես, այլ գիտակցությամբ ինքը թույլ է, իրավունք չունի աշխատի գլիպոտիկ էներգիաների հետ, որովհետեւ այստեղ կլանման վտանգ կա, որովհետեւ Ասմոդեոսի եւ նրա լեգիոնների ուժերը չեն ծառայում մարդուն, եթե պրակտիկները թուլություն ցուցաբերեն կամ վախ ցուցաբերեն, այդ ուժը դառնում է պրակտիկի դեմ եւ սկսում է ոչնչացնել եւ քայքայել պրակտիկներին եւ քիչ չեն մարդիկ, որոնք հասնում են խելագարության։ Ուրեմն փոխարինիչներ, վիշապի արյուն, սա հատուկ արմավենու մուգ կարմիր խեժն է, օկուլտիզմում սա այրան թիվ 1 փոխարինիչն է, այնունի չափազանց հզոր մարսյան էներգիա օգտագործում է թանաքների մեջ, խնկարկության ժամանակ եւ խորհրդանշում է մաքուր կամք եւ ուժ։ Կարմիր սանդալ օգտագործվում է փոշու կամ յուղի տեսքով, ունի տաք մարսյան թիթեռներ եւ ակտիվացնում է ծիսական տարածքները։ Ասեցի թուք եւ քրտինք։ Պատրաստում են մոգական թանաքներ, մարսի թանակը պատրաստում է վիշապի արյան խեժից եւ լուծվում է ալկոհոլի մեջ եւ ավելացնում են մի քանի կաթիլ կծու, պղպեղ եւ դարչին։ Կարմիր մոգական թանակ, սովորական կարմիր թանաքին ավելացվում է մարսյան բույսերի մոխիր, օրինակ այրված եղինջի կամ թփերի, դրան էներգետիկ լիցք հաղորդելու համար, ալքիմիական եւ մետաղական փոխարինիչներ, քանի որ այրան մեջ հիմնական տարրը երկաթն է, որն էլ տալիս է կարմիր գույն, իսկ երկաթը մարսի մետաղն է, ծեսերում կարելի է օգտագործել երկաթի օքսիդ, ժանգի փոշի կամ հեմատիտ, արյունակար մանրացված հեմատիտի փոշին։ Հարկավոր է ուշադրություն դարձնել պարտադիր էներգետիկ պաշտպանությանը։ Օրինակ, ես մարսյան օրերին սիրում եմ աշխատել Լիլիթի, Ասմոդեի եւ Նեմեզիդայի հետ։ Սա բարձրագույն կանացի մութ անողոք կողմերն են, Նեմեզիդան Գեբուրայի բացարձակ դատաստանն է, կապը Գեբուրայի հետ, ուրեմն Նեմեզիդան այն ուժն է, որը պատժում է հպարտության, տիեզերական հավասարակշռությունը խախտելու համար։ Ծիսական ուղղվածությունը 3 շաբթի օրը, նա այդ աշխատանքը սովորաբար ուղղված է արդարության վերականգնմանը։ Լիլիթ գոլահաբի կիրք եւ գիշերային Մարս, Լիլիթը ձախ ձեռքի ուղու գլխավոր սրբություններից է եւ նրա էներգիան կատարելապես համապատասխանում է Մարսի ջրային տան, կարիճի եւ գոլահաբի գլիպոտին։ Ես սիրով աշխատում եմ Լիլիթի հետ։ Կապը գլիպոտի հետ, թեև Լիլիթն ունի իր սեփական գլիպոտիկ տիրույթը, Գամալիել, մութ լուսին, նրա կրակոտ ամբոստ եւ սեքսուալ դիվային բնույթը սերտորեն կապված է Ասմոդեոսի հետ։ Ըստ կաբալիստիկ միստիկայի Լիլիթը եւ Ասմոդեոսը հանդիսանում են մութ աշխարհի արքայական զույգը։ Ծիսական ուղղվածությունը 3 շաբթի օրը, նրա հետ աշխատում են ներքին կամքի ազատագրման, սեքսուալ մագիայի, անձնական գրավչության ուժեղացման եւ սահմանափակող կապանքներից, նախապետական կամ բարոյական արգելքներից դուրս գալու համար։ Այստեղ արյունագիր են օգտագործում, սև մոմ, կարմիր մոմ, կշեռք եւ այստեղ արյունը փոխարինվում է մարդկային ԴՆԹ-ով։ Մարսի քարերը, Մարսի եւ Գեբուրայի էներգիան կրող քարերը օգտագործվում են կամքի ուժը, խիզախությունը, ֆիզիկական տոկունությունը բարձրացնելու, ինչպես նաեւ հզոր պաշտպանական վահան ստեղծելու համար։ Այս քարերը հիմնականում ունեն մուգ կարմիր, հրակարմիր կամ մետաղական սև գույն, եւ դրանց բաղադրության մեջ հաճախ մեծ քանակությամբ երկաթ կա։ Ուրեմն հեմատիտ,
պաշտպանության քար է համարվում, այն մետաղական փայլ եւ ծանրություն ունի, քանի որ գրեթե ամբողջությամբ երկաթի օքսիդ է։ Երբ հեմատիտը հղկում է, նրանից դուրս եկող ջուրը ներկվում է այրան գույնով։ Այն հիանալի էներգետիկ վահան է, որը կլանում է եւ տալիս է հողակցություն։ Բոլոր բացական հարվածները, տոքսիկ մանիպուլյացիաների, գլիպոտիկ ծանրությունը վերցնում է իր վրա։ Սև տյուրմալին, Շերլ, իմ ձեռքին է, ես այն համատեղել եմ օբսիդիանի հետ, Լիլիթի քարի հետ, եւ սա իմ քարն է։ Կամքի եւ կրքի, ուրեմն Լիլիթի էներգիան նռնակար, կարմիր հասպիտ, ռուբին իր հզոր քարերից մեկն է։ Եվ այստեղ ակտիվացվում են կնիքներով, ակտիվացնում են տվյալ գույնի մոմերով եւ իհարկե պատրաստում են ծիսական էլիքսիրներ, կաթացնում են յուղեր թալիսմանների վրա եւ այդպես ակտիվացնում են Մարսի թալիսմանները։ Կարծում եմ դուք արդեն պատկերացրեցիք երեքշաբթի օրվա էներգիան, ազդեցությունը, կենդանակերպի նշանների վրա ինչպիսի ազդեցություն ունի, ծիսակարգերի հետ, ինչ ծիսակարգեր են մոգերը այդ օրերին անում եւ այն մոգերը, որոնք ունեն Մարսի էներգիա, իրենց բնույթով, իրենց տեսակով ինչպիսին են լինում։ Չի կարելի ասել, հա, որ ես ծնվել եմ ընդունենք խոյի նշանում, օй իմ Մարսը, այստեղ կա նշաններ, որոնց Մարսը շատ ավելի հզոր դիրքում է գտնվում, քան խոյի նշանում ծնվածների մոտ։ Այնպես որ միշտ հաշվի առեք ձեր նատալ քարտը, միշտ հաշվի առեք։ Այսքանը։